Ողջունում եմ ձեզ եւ իհարկե մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս ողջույն լավ տրամադրություն եմ մաղթում բարի արև եմ մաղթում ճիշտ է մի փոքր եղանակը դեռ այն պայծառությունը մեզ չի տալիս բայց այնուամենայնիվ արդեն արևի այդ ջերմությունը եւ տրամադրությունը գարնանային մենք փոքր քայլերով զգում ենք։ Ինչ ենք պատրաստելու այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու հագեցնող օրվա ընթացքում հաստատ կարծում եմ պետք կգա այսպես հագեցնող կերակուր պատրաստել եւ մատուցել ընտանիքի անդամներին, ինչի համար մեզ անհրաժեշտ է։ Ես ունեմ աղացած հավի միս, այստեղ ունեմ աղացած նաև սող, օգտագործել եմ սպիտակաձավար, որովհետև ֆարշ ենք պատրաստելու եւ այդ ֆարշը տապակելու ենք։ Համարյա թե այսպես ասած այն քաբաբ կոչված տարբերակն ենք պատրաստելու, բայց շատ հեշտ տարբերակով գազօջախին թավայի մեջ շատ արագ է սա լինելու, ինքներդ էլ կզարմանաք, թե որքան արագ է ստացվում եւ իմիջիայլոց համեղ ու չի զիջում այն իրական օրիգինալ տարբերակին, այսպես ասած։ Եվս մեկ անգամ կրկնեմ դրա համար մեզ ինչ է անհրաժեշտ, մեզ պետք է աղացած հավի միս, իհարկե կարող եք հորթի փափկամսով, աղացած փափկամսով նաև պատրաստել սա, որևիցե տարբերություն չկա, պարզապես արդեն համեմունքների եւ համադրության տարբերություն է լինելու։ Այստեղ ես օգտագործելու եմ սպիտակաձավար, դուք կարող եք փոխարինել պաքսիմատով կամ հացիկ պարզապես խմորը թրջել եւ օգտագործել աղացած սոխ եւ այստեղ ես մի քիչ դեռ պետք է պղպեղի մածուկ ավելացնեմ, որ ավելի հագեցնող եւ ավելի այսպես համեղ ստացվի։ Ունենք նաեւ կանաչիներ, կարելի է ընթացքում նաեւ կանաչի ավելացնել։ Եվ իհարկե համեմունքները, բազմապիսի համեմունքներ։ Ես հենց հիմա կարող եմ այս գործողությունները սկսել եւ ամենավերջում այս համեղ ուտեստը ես ուզում եմ մատուցել բրնձով, փլավ պատրաստեմ, բայց շատ քիչ, ուղղակի այսպես կողքին հավելում որպես խավարդ, որպեսզի ավելի պատկերը ընդհանուր լինի։ Եվ այնտեղ ավելացնելու եմ բարբարիս, բոլորիս ծորի, այսպես ասած հայերեն կարծեմ, եթե չեմ սխալվում, ծորի է կոչվում, եւ իհարկե այստեղ ունեմ նուշի կտրատված հատիկներ, այս բոլորը այսպես գեղեցիկ կմատուցենք ամենավերջում։ Ես անցնում եմ իմ գործին եւ այստեղ ավելացնում եմ համապատասխան ուրեմն հավելումները աղացած սոխը այսպես իմիջիայլոց աղացած սոխը ջրքանված վիճակում է սիրելիներս ես ավելացրեցի այն այստեղ ինչպես նշեցի ավելացնում եմ սպիտակաձավար որպեսզի ավելի կպչուն դառնա մեր ֆարշը եւ իհարկե փափուկ լինի եւ այստեղ ունենք մի ափսե որտեղ ես լցրել եմ խմելի սունելի այստեղ ունենք մի փոքր չաման կավելացնեմ նաեւ սև պղպեղ կավելացնեմ մի փոքր կծու կարմիր պղպեղ կավելացնեմ քրքում բնականաբար աղ եւ իհարկե կտեղափոխեմ մսի վրա ու այսպես ընթացքում խառնելով կթողնենք նաև մի փոքր էլ կհանգստանա այս խճողակը, այնուհետև կանցնենք իսկական գործողություններին։ Այս պահին մեզ մոտ դադար կլինի, դուք մնացեք մեզ հետ, քիչ հետո կվերադառնանք։ Եվս մեկ անգամ կկրկնեմ, թե ինչ ենք պատրաստում այսօր, սիրելիներս այսօր պատրաստում ենք շատ համեղ, հագեցնող եւ բոլորիս կողմից սիրված ուտեստ, մեզ պետք է հավի աղացած միս, բայց ես թողնում եմ ձեր ընտրությանը, այսինքն նույն ուտեստը կարելի է պատրաստել նաեւ հորթի աղացած փափկամսով, մենք ունենք հավի աղացած միս, այստեղ ես ինչպես հիշում եք ավելացրեցի աղացած սոխ, որի հյութը քամել էի եւ այստեղ ունենք բազմապիսի համեմունքներ խմելի սունելի եմ ավելացրել, չաման եմ ավելացրել քրքում դասական մեր տարբերակները կարմիր եւ սև պղպեղ եւ իհարկե աղ այս բոլորը միախառնելով ես պետք է հագնեմ ձեռնոցներս եւ իհարկե ոնց հարկն է հենց այդպես էլ մշակենք այս միսը եւ ինչպես նշեցի այս ամենը պատրաստելու ենք ամենահեշտ տարբերակով սիրելիներս եթե դասական տարբերակը ֆարշը այս
խճողակը պետք է շշերի վրա այսպես հավաքենք եւ դնենք կրակին, սպասենք տապակվի, ապա այս պարագայում հենց թավայի մեջ շատ արագորեն կդասավորենք թավայի մեջ եւ արագ-արագ կպատրաստենք, շատ արագ է ստացվելու, չգիտեմ, եթե տեսել եք թեկուզ վիդեոների մեջ այս տարբերակը պատրաստման եղանակը, ինձ թվում է ձեզ ծանոթ է։ Եթե ոչ, ապա այսօր միասին հաստատ այս կփորձենք եւ տեսնենք, թե ինչ կստացվի։ Ահա, ես ձեռքով սկսեմ խառնել այն, ինչպես նշեցի, այստեղ ավելացրել եմ սպիտակաձավար։ Դուք, եթե ձեռքի տակ չկա սպիտակաձավար, ապա պաքսիմատ կարող եք օգտագործել, իսկ եթե ոչ, շատ սպիտակաձավար ինչու եմ առաջարկում, որովհետև շատ այն փափուկ է դարձնում խճողակը, շատ ավելի նուրբ եւ նրբահամ է դարձնում, այնպես որ փորձեք այս տարբերակը։ Սպիտակաձավարը ռուսերենով մանկան է, մանի այս փոշին, այնպես որ բոլորիդ ծանոթ է, կարծում եմ։ Ահա, այսպես, լավ կխառնենք, ինչպես ասացի, կթողնենք մի փոքր հանգստանա մեր խճողակը, այնուհետև յուղի մեջ կտապակենք։ Ցանկության դեպքում կարող եք նաև հավկիթ ավելացնել այստեղ, մեկ հավկիթ, ես երևի թե չեմ ավելացնի, բայց ձեր ընտրությունն է, կարող եք նաև, ինչպես կոտլետի օրինակ խճողակն ենք պատրաստում, այդպես էլ այս տարբերակը։ Ահա, պետք է շատ լավ խառնել եւ իմիջիայլոց, որ ասում եմ թողնենք հանգստանա, դա նշանակում է ամանի երեսը կծածկենք եւ կթողնենք սառնարանում հանգստանա, որովհետեւ սովորաբար տապակվող խճողակները պետք է մի փոքր սառը վիճակում լինեն, որպեսզի շատ արագ յուղի մեջ, այսպես յուղի հետ այսպես ասած միաձուլվեն եւ շատ արագ տապակվեն, որպեսզի լինեն երեսից այսպես չորիկ եւ ներսից շատ նուրբ ու փափուկ։ Այսպես։ Հիմա ես թողնում եմ սա մի կողմի վրա, այսինքն կուղարկեմ իրեն սառնարան։ Այսպես։ Եվ ասեմ, ինչ ենք կողքին մատուցելու։ Քիչ առաջ նշեցի, որ որևիցե խավարտ եմ ուզում կողքին մատուցել եւ դա կլինի բրինձը, իմ ամենասիրելի ուտեստը։ Մի փոքր շատ չեմ պատրաստելու այսօր, պարզապես հուշում այսպես ինչ կարելի է այս տարբերակի հետ մատուցել։ Եվ իհարկե անպայման կողքին պատրաստելու եմ բարբարիս եւ նուշի հատիկներ։ Այս բոլորը կարագի մեջ տապակելու են կամ հալած յուղի մեջ, քանի որ մենք այդ հնարավորությունը ունենք, կտապակենք եւ շատ գեղեցիկ կողքին կմատուցենք։ Եվ չմոռանամ ասել, որ շաֆրան եմ օգտագործելու, ահա դուք գիտեք, այս փոքրիկ ամանը մշտապես ինձ հետ է, այս համեղ յուրահատուկ համեմունքը մենք հենց հիմա կթրմենք, մեզ պետք է այսպիսի աման, դու կարող եք նույնիսկ սուրճի գավաթի մեջ այն պատրաստել, մի փոքր լցնում ենք շաֆրանը եւ իհարկե եռացրած ջուր ենք ավելացնում։ Իմիջիայլոց, ողջույն Սուր։ Ողջույն Ադրինե ջան։ Տեսնում ես, չէ։ Ասում են շաֆրանը ոսկուց թանկ է։ Ոսկու ինքը օրվա ոսկուն համարժեք, այո, գրամին համարժեք ոսկին, որքան օրվա ընթացքում արժեք ունենա, այնքան ունի նաև շաֆրանը։ Մեր ժողովուրդը մի փոքր սխալվել է, այսինքն ինչ որ իրեն մատուցել են, դա է։ Սովորաբար քրքումը շփոթում են շաֆրանի հետ, այս դեղին փոշին շփոթում են շաֆրանի հետ։ Իսկ բայց այնքան կուզեմ լցնեմ ափսեի մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն ինչպիսի տեսք ունի շաֆրանը։ Շաֆրանը ծաղիկի միջի թերթիկներն են, այսինքն տեսեք ինչպիսին է շաֆրանը։ Քրքումի հետ, այո, իրականում քրքումի հետ մեծ տարբերություն ունի, երբեք չշփոթեք քրքումը եւ շաֆրանը։ Եվ սա հիմա պետք է թրմենք մենք եռացրած ջրով, սակայն կարող եք նաև սառույցով այն թրմել, 2-3 կտոր սառույց, մի փոքր, այստեղ չգիտեմ, մի գրամ, 2 գրամ ուրեմն հազիվ լինի։ Այո, հազիվ լինի։ Քանի որ ես դատարկեցի ամանի մեջ, հենց ամանի մեջ էլ ջուր կլցնենք, շնորհակալ եմ։ Իհարկե այն պետք է փոքրիկ գավաթի մեջ թրմել, որպեսզի բերանը ծածկենք,
բայց ես շատ ուզում եմ այս process-ը հեռուստադիտողը տեսնի։ Ահա տեսեք ինչ գույն ստացավ արդեն գույնը տարածվեց։ Այո, կօգտագործենք, որովհետև ամեն դեպքում ոսկուց թանկ է։ Ոսկուց թանկ է, այո, իհարկե, անշուշտ կօգտագործենք։ Ես ինչու այսպես արեցի, որպեսզի հեռուստադիտողը իսկապես տեսնի իրականությունը, որտեղ է թաքնված։ Իսկ բույր ունի։ Այո, յուրահատուկ շատ բույր ունի։ Շատերը ասում են ոնց որ հիվանդանոց գնանք, մի տեսակ բժշկական հոտ է գալիս, ճիշտ է, շատ յուրահատուկ է այն իր բույր, չգիտեմ, իսկապես ինչ որ յուրահատուկ է, ոչ բոլորն են իհարկե սիրում այսպիսի բաներ, բայց շատ արժեքավոր եւ լավ բան է։ Փակենք վրան։ Փակենք, դու շատ հնարամիտ ես։ Դու ես լսեցի, որ ասացիր պետք է փակենք դրա համար։ Այո, դու ճիշտ ես։ Եվ ամենավերջում կզարդարենք այս մեր բրինձը, մեր փլավը կզարդարենք այս շաֆրանով։ Ինչ ենք անում հիմա։ Հրաշք։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա ես կզբաղվեմ բրնձով, այսինքն կխաշենք բրինձը, մեր ֆարշը մի փոքր կհանգստանա սառնարան, այնուհետև արդեն կսկսենք իսկական process-ը։ Շատ լավ, եթե ամեն ինչ ասված է, կարող ենք փոքր դադար ունենալ։ Այո, ամեն ինչ ասված է, եթե մեր հեռուստադիտողներին մշտապես ասում եմ, եթե կլինի հարցեր, որոնք կարող են ինձ հետ քննարկել, խոհանոցի հետ կապված, որևիցե ուտեստի հետ կապված, որը ես եմ առաջարկում, ապա մեծ սիրով կպատասխանեմ։ Դուք գիտեք, ես այսպես բաց եմ, հասանելի եմ բոլորի համար։ Դե այս պահին էլ կլինի կարճատև դադար, որից հետո արդեն տաղավարում կողջունենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ մեր հյուրն է Վիգեն Հովսեփյանը, մնացեք մեզ հետ, որովհետև բավականին հետաքրքիր է լինելու։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, ինչ ենք պատրաստել, այսինքն պատրաստում, դեռ չենք ավարտել մեր պատրաստման process-ը, շատ համեղ կերակուր։ Հենց հիմա մեր խճողակը սառնարանից կբերեմ ու կպատմեմ դրա մասին։ Ահա, մենք այսօր պատրաստում ենք ուրեմն հավի աղացած մսից քաբաբի տարբերակ։ Մենք բոլորս շատ սիրում ենք քաբաբ ուտեստը եւ այս տարբերակը թավայի մեջ է պատրաստելու, ոչ թե կրակի վրա այն իսկական տարբերակը, այլ շատ պարզ տնական խոհանոցային տարբերակ։ Ինչ եմ արել այստեղ։ Ուրեմն մենք ունեինք հավի աղացած միս, այստեղ ավելացրեցի ջրքամված սոխը, հյութը պետք է լավ քամել, այնուհետև ավելացրեցի սպիտակաձավար, դուք կարող եք փոխարինել պաքսիմատով եւ իհարկե համեմունքներ, բազմապիսի համեմունքներ։ Սիրելիներս, ներողություն եմ խնդրում այս պահին։ Ահա, սա բրինձն է, սրան կանդրադառնանք։ Ուրեմն ավելացրեցինք բազմապիսի համեմունքներ, բայց ես ուզում եմ այստեղ նաև նշել եմ ամենասկզբում, որ կարելի է նաև կանաչի ավելացնել, ուզում եմ ավելացնել մի փոքր մաղադանոց, ահա, եւ ինչպես նշել եմ, պետք է ավելացնենք մի քիչ էլ պղպեղի մածուկ, որ ավելի համեղ ստացվի մեր այսօրվա ուտեստը, այսպես։ Իհարկե պղպեղի մածուկը դուք գիտեք ընդհանրապես պահածոները ես օգտագործում եմ Իջևանի գինու պահածոների գործարանի տեսականուց եւ այս տարբերակը հենց այդտեղից է։ Այսպես, հիմա փորձեմ խառնել այն եւ սկսենք իսկական process-ը։ Մինչ այս խճողակը կպատրաստենք, ասեմ, որ այստեղ բրինձը արդեն ջրքամվեց, ահա ես անում եմ ուրեմն քաշովի տարբերակը, ոչ թե քամովի, այլ ասում են քաշովի, այսինքն ջուրը կքաշվի իրեն, կգոլորշիանա եւ իհարկե կպատրաստվի մեր բրինձը։ Բայց քանի որ մենք նաեւ երկար խոսեցինք շաֆրանի թրմելու մասին, ընդհանրապես շաֆրանի մասին, այստեղ ես տեղափոխեցի այս փոքրիկ ամանի մեջ, որպիսի տեղադրեմ։ Ահա տեսեք, ինչ ենք անելու հիմա։ Մի փոքր փոսիկ ենք բացում մեր բրնձի մեջ եւ այս ամանիկը տեղադրում ենք այնտեղ, այսպես, որպիսի շատ այս գոլորշիով թրմվի, շատ ճիշտ եւ համեղ ստացվի մեր թուրմը։
կրակը լավ իջեցնում եմ եւ իհարկե կացայի բերանը ծածկում ենք, թողնում ենք մարմանդ կրակի վրա եփվի։ Կարող եք նույնիսկ այս կափարիչը ծածկել սրբիչով, շատ ավելի լավ այդ process-ը կկատարվի եւ իհարկե գազօջախին կարող եք տեղադրել հատուկ նախատեսված թիթեղը, որը չի թողնում որպեսզի այրվի որևիցե ուտեստ։ Անցանք առաջ, սա խառնում ենք եւ իհարկե արդեն պետք է տեղափոխենք թավայի մեջ։ Իսկ այդ ընթացքում կարելի է ես օգտագործելու եմ այս թավան, սա էլ մեր մյուս գործընկերոջ առաջարկն է, որը շատ հարմարավետ է, շատ գեղեցիկ է նաև ու շատ թեթև, Ժողովուրդ ջան, չգիտեմ, համարյա թերթի թեթևությամբ, այսպիսի թեթև թավաներ կամ կաթսաներ ես երբևէ չէի տեսել, բայց Տրամոնտինա, բրազիլական ֆիրման Տրամոնտինան առաջարկում է այսպիսի հարմարավետ պարագաներ խոհանոցի համար նախատեսված։ Ահա, ես հիմա էլի ձեռքով կխառնեմ եւ կտեղափոխենք թավայի մեջ։ Այստեղ մի փոքր բուսայուղ կլցնեմ։ Ձեռքով այսպես բուսայուղը կտարածեմ թավայի ամբողջ տարածքով։ Հիմա գդալը հանգիստ թողնենք եւ ձեռքով խառնենք, այսպես, որպեսզի բոլոր համերը միախառնվեն, ասեմ, որ մեր խճողակը բավականին սառն է, ինչը շատ կարևոր է այս պայմաններում, այս պարագայում։ Անցանք կարևոր գործընթաց։ Ես արդեն հասկանում եմ, որ գնալով այսօր մեզ շատ համեղ բան է սպասվում։ Այո, ես հիմա ձեռքս մի փոքր այսպես յուղի օգնությամբ այս խճողակը կպատրաստեմ ու ամբողջությամբ պետք է տարածենք այն։ Սա ամբողջությամբ տապակվելու է։ Կխնդրեմ մի փոքր, եթե կարելի է յուղ շատ զգուշությամբ, չեմ ուզի քեզ իհարկե անհարմարություն պատճառեմ, բայց մերսի, շնորհակալ եմ, բայց այստեղ փաստորեն երկրորդ անձնավորության օգնություն պետք է գալիս։ Ես ճիշտ ժամանակին եկա ադրին։ Այո, ես զգացի, որ այդ օգնության կարիքը կա։ Ճիշտ ժամանակին եկար։ Սա այսպես տապակվելու է։ Այո, շատ հետաքրքիր է լինելու, դեռ հետաքրքիրը արժևում է։ Մենք հիմա պետք է ձևավորենք այն, որպեսզի ստանանք քյաբաբիկներ։ Շատ հետաքրքիր է լինելու։ Այսպես գեղեցիկ դասավորում ենք, հարթեցնում ենք։ Ահա, որպեսզի հավասար լինի, այստեղ իսկապես ձեռնոցը, այս պարագայում ձեռնոցը շատ օգնում է, որպեսզի հանգիստ աշխատենք։ Հարթեցնում ենք, հավասար բոլոր տարածքները դասավորում ենք, այսպես։ Կարծում եմ լավ է արդեն, հուսով եմ։ Եւ հիմա կսկսենք այս գդալի օգնությամբ, սա տեղափոխեմ, որպեսզի մեր հեռուստադիտողների համար տեսանելի լինի։ 1 րոպե շատ բարի։ Վերջ։ Մենք այս ուրեմն գդալիկի օգնությամբ այսպիսի գծեր ենք անում։ Այսինքն այսպես ասած կիսում ենք։ Այսպես։ Ահա։ Հիմա այսպիսի հատվածով, այսպես գծիկներ ենք անում, որպեսզի ստանա իսկական քյաբաբի տեսք։ Ես այդքան էլ մեծ սիրահար չեմ քյաբաբի, բայց հավի տարբերակով եւ նաեւ ծովախեց գետնի տարբերակով շատ համեղ է ստացվում։ Այո։ Ամեն բան պարզ է, կարծում եմ, արդեն կդնենք գազօջախի վրա, հենց սկսի տապակվել մեր ուրեմն այս մսիկները, մենք կտեղափոխենք այսպես կշրջենք, հերթականությամբ կշրջենք, որպեսզի մյուս հատվածներն էլ տապակվեն։ Շատ հեշտ տարբերակ է եւ շատ համեղ։ Ու ինչի առաջարկեցի այս ամենը, որովհետեւ արդեն հանգստյան օրերը մոտեցան, ես կարծում եմ վաղը մյուս օրը կարող եք
տան անդամների համար այս համեղությունը պատրաստ է։ Քանի րոպե է պետք տապակվելու համար։ 15-ից 20 րոպե դեռ գործ ունենք անելու այստեղ, որպեսզի մյուս երեսն էլ տապակվի, հանգիստ եփվի, տապակվի, մի խոսքով դեռ ժամանակ ունենք։ Հետո արդեն Հաջորդ հատվածում արդեն ինչպես գիտես, մենք բրինձ ենք պատրաստել ու բրինձը ուզում եմ մատուցել, այո, շաֆրանի սոուսով, նուշով եւ բարբարիսով։ շատ լավ, այս մասին արդեն հաղորդման Ավելի երկրորդ ուշ։ հատվածում կխոսենք, հիմա կարճ դադար կլինի ու կվերադառնանք եթեր։ Մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ բարի առավոտ, իհարկե շնորհակալություն լավ խորհուրդների համար եւ իհարկե լավ օրը շարունակելու համար բարձր տրամադրությամբ եւ արդյունավետ նաեւ օգնում է մեզ խոհանոցը։ Մենք պետք է լավ սնվենք եւ այսօրվա առաջարկը շատ տեղին է կարծում եմ։ Խորհուրդ եմ տալիս, բնականաբար այսօր գուցե չհասցնեք, բայց վաղը կամ մյուս օրը անպայման այս համեղ ուտեստը պատրաստեք եւ վայելեք ընտանիքով։ Ահա սիրելիներս, ինչ ենք արդեն մեր քյաբաբները տապակվել են, ես շրջում եմ, հաջորդ երեսն էլ տապակվի, բավականին լավ է տապակվել, կարմրել են արդեն, կարմրաթուշիկ են դարձել, ահա այսպես, եւ այս մի երեսն էլ շրջենք, ահա այսպես, տեսեք որքան գեղեցիկ է ստացվել մեր այսօրվա ուտեստը, հավատացում եմ շատ հեշտ տարբերակ է եւ շատ համեղ։ Հիմա տեղափոխում եմ նաև մեր բրինձը, ուզում եմ տեսնեք, թե ինչպիսի տեսք ունի նաև մեր բրինձը։ Ահա տեսեք, որքան գեղեցիկ է այն։ Արդեն եփվել է, մեր թուրմը, շաֆրանը թրմվել է։ Կարող ենք դնել մի կողմի վրա։ Այսպես։ Եվ սկսենք հաջորդ գործողությունը։ Ես այս թավան տեղափոխեմ, որպեսզի հանգիստ մեր միսիկները տապակվեն եւ այստեղ պատրաստենք մեր այսօրվա շատ համեղ մատուցման այս տարբերակը, որը իհարկե շատ հետաքրքիր է, եթե չեք փորձել, ապա փորձեք։ Բարբարիսը կարող եք արևելյան համեմունքների խանութներից գտնել, կարծում եմ, կամ մեծ սուպերմարկետներից եւ փորձել։ Ինչու ոչ, կարելի է նաև մեկ անգամ, եթե երբևէ չեք փորձել, ապա փորձեք։ Այստեղ ունենք բարբարիս, 1 թեյի գթալ շաքարավազ պետք է ավելացնել այն տապակելիս, որովհետև բարբարիսը մի փոքր թթվաշ է եւ այդ թթվաշությունը կոտրելու համար մի քիչ շաքարավազ է։ Ես ավելացնում եմ նաև հալած յուղ, իսկ հալած յուղը մեզ տրամադրում է Էլոլա ընկերությունը, որը ունի բազմապիսի համեղություններ, կլինի պանրի տեսականի, կլինի կաթնամթերք, կլինի շատ յուրահատուկ բաներ, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման Էլոլա ապրանքանիշից օգտվել, ինչպես նաև մենք կարող ենք Հայաստանում ամբողջ տարածքում մեր Հայաստանի օգտվել այս ապրանքանիշից, նաև կարող են մեր Լոս Անջելեսյան հայրենակիցները օգտվել այս ապրանքանիշից, հայկական խանութներից ձեռք բերելով Էլոլա ապրանքանիշի մթերքները։ Ընտիր, ես մի փոքր հեռու եմ քեզնից կանգնել, որ հանկարծ չբարակեմ, որովհետև դեռ կարծում եմ վիրուսը ամբողջությամբ չի լքել իմ օրգանիզմը։ Ինձ էլ չի լքել, հանգիստ Սոն ջան, մենք ուրախ ենք, որ մեր կողքին ես, ընդամենը այդքան շատ։ Եվ այն համեղությունը, որը պատրաստում ես, ես նստած տաղավարում մտածում եի, ինչ լավ է, որ այսօր եկել եմ աշխատանքի, որովհետև շատ անուշ է բուրում եւ շատ գեղեցիկ տեսք ունի։ Այո, հուսով եմ համն էլ պետք է որ հավանես, մենք բոլորս միասին կճաշակենք եւ իհարկե հեռուստադիտողին էլ խորհուրդ տանք, որ անպայման այսօր կամ եկող օրերին պատրաստի։ Եվ ես տեսնում եմ, որ այս անուշաբույր ուտեստը ամբողջությամբ Տրամոնտինայի այսպես խոհարարական ապրանքանիշի Թավաներում է, այո, տեղավորված, այնպես որ Տրամոնտինան բրազիլական բրենդ է, սիրելի հեռուստադիտողներ, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ հուրախություն բոլորիս արդեն հասանելի է նաեւ հայ սպառողի համար։ Կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում, անպայման կարող եք նշել, որ մեր եթերում տեսել եք եւ ձեզ դուր է եկել, որովհետեւ մենք մեր սեփական փորձով կիսվում ենք այս ամենի մասին եւ պատմում ենք այն ամենը, ինչը օգտագործում ենք այստեղ եւ հավանում ենք եւ այնտեղ շատ յուրահատուկ մոտեցում ձեզ ցուցաբերեմ, վստահեցնում եմ։ Ինձ թվում է առիթից պետք է օգտվել այս հնարավորությունից։ Դու շատ գեղեցիկ ներկայացրեցիր ամեն ինչ, հուսով եմ, որ մեր հեռուստադիտողը հաշվի կառնի սա։ Եվ իհարկե ասեմ սիրելիս, սա շատ հետաքրքիր հավելում է, այստեղ նաև պետք է ավելացնենք նուշի կտրտված ձողիկներ,
յուրաքանչյուր ընդեղեն հատկապես պիստակը շատ էստեղ համահունչ կլինի, պիստակի կտորներ, որովհետև կանաչ է, կանաչը կարմրի հետ կխառնվի եւ մի հրաշք մի բան է ստացվում ու սպիտակ փլավի վրա, բրնձի վրա հրաշք է դա։ Այդպես ընդեղենը տապակված տարբերակով ավելի եմ սիրում։ Այո, որովհետև ամբողջ համերը բացվում են, շատ գեղեցիկ է։ Այո, եւ ես հիմա ուզում եմ, չնայած շատ տաք է մեր այս գեղեցկությունը, բայց ես հիմա կփորձեմ այս անձեռոցիկի օգնությամբ, այո, վերցնեմ։ Մի փոքր ինձ պետք է, որպեսզի շաֆրան, այո, հյութը ավելացնենք, գեղեցկացնենք այս համեղությունը, ահա, էլի կտեղափոխեմ, մնացորդը կավելացնենք բրնձի վրա արդեն։ Կարող եմ բերանը ծածկել, ահա, խառնենք եւ արդեն մեր այս հավելումը պատրաստ է։ Դե ինչ տոմատի մածուկ է, այստեղ մեզ մոտ դրված է Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող, որը բացի գինիների, անմահական գինիների տեսականուց առաջարկում է նաև պահածոների լայն տեսականի, որի մի փոքր մասը հենց հիմա տեսնում եք ձեր էկրաններին, եւ հյութերի լայն տեսականի, որոնք շատ տնական համի ու հոտի մասին են հիշեցնում, այնպես որ այս բրենդը հայտնի է ամբողջ աշխարհում շատ վաղուց եւ շատ ուրույն տեղ է գրավում, այնպես որ կարող եք ձեռք բերել եւ վայելել ընտանիքի բոլոր անդամներով։ Այո, ես էլ համամիտ եմ, որովհետև շատ համեղ եւ ամենակարևորը յուրաքանչյուր ճաշակին համապատասխան ինչ ցանկանաք այս մեծ տեսականուց կարող եք գտնել։ Եվ այսպես պատրաստ են համարյա պատրաստ է, այո, վերջին փուլն է, ես ճիշտ ես, քիչ հետո իհարկե խոհանոցը կարգի կբերեմ, որպեսզի ամենավերջում գեղեցիկ մատուցենք եւ շատ պարզ լինի հեռուստատիտողին, եւս մեկ անգամ կկրկնեմ, որ մենք հավի աղացած մսով եւ այսպես հավելումներով, սոխով, համեմունքներով, պղպեղի մածուկով եւ սպիտակաձավարով պատրաստեցինք խճողակ, որը եւ այս տարբերակով տապակեցինք եւ այստեղ ունենք բարբարիս նուշի հատիկներ, սա էլ կավելացնենք մեր բրնձի վրա, որը շատ գեղեցիկ եփվել է արդեն, վերջում կավելացնենք շաֆրանը եւ շատ գեղեցիկ կմատուցենք։ Ընտիր, կարծում այս փուլի համար ամեն ինչ արդեն պարզ է մեր եթերում, միայն կարող եմ այս բանին խնդրել, որպեսզի Տիգրանը սա ցուցադրի հեռուստադիտողի համար, որովհետեւ իսկապես շատ գեղեցիկ է։ Մատուցելուց հետո չգիտեմ, Ադրինեն գուցե ափսեի մեջ տեղավորի, ահա։ Անպայման, Այստեղ տարբերակը, այս տարբերակն էլ թող անպայման տեսանելի լինի մեր հեռուստադիտողների համար։ Բաղադրատոմսը եւ նկարները ամբողջությամբ կլինեն Instagram-ի մեր էջում, առաջին ծրագիր, իսկ One Media-ի YouTube-յան էջում կարող եք գտնել առանձին խոհանոցային հատվածը, ինչպես նաեւ մեր հաղորդման յուրաքանչյուր հատված եւ ամբողջ հաղորդումը, եթե բաց եք թողել կամ ինչ որ մի բան չեք հասցրել գրի առնել, ապա կարող եք դնել վիդեո տարբերակը ձեր ուզած ժամանակ ստոպ տալ եւ ընթացքում էլ պատրաստել օրվա բաղադրատոմսը։ Այո, շատ ճիշտ է, մանրամասը ներկայացրեցիք, իսկ եթե ոչ կուզեն անձնական նամակով ինձ հետ շփվել եւ որևիցե հարց ուղղել խոհանոցի հետ կապված, ես մեծ սիրով պատրաստ եմ պատասխանել։ Էնպես որ մշտապես եղեք մեզ հետ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կողջունենք այսօրվա մեր երկրորդ հյուրին։ Մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտում ենք մեր խոհանոցային հատվածը եւ ներկայացնեմ օրվա բաղադրատոմսը շատ համեղ հավի աղացած մսով մենք պատրաստեցինք խորովածի տարբերակ, կողքին ավելացրել եմ իմամ բայալդի եւ թարմ, այսինքն պահածոացված լոլիկ եւ հիմա պետք է կանաչիով զարդարենք այն, արդեն պատրաստ է այն մատուցման, ես կարծում եմ պետք է չվարանեք եւ հաստատ այս ուտեստը պատրաստեք, այսպիսի գեղեցիկ եւ համեղ եւ ինչու ոչ հագեցնող ու օգտակար։ Այստեղ ավելացրել եմ այս հատվածի վրա շաֆրանը, մեր բրինձը շաֆրանով է, ավելացնում եմ սպիտակ բաժնի վրա, այսպես առատորեն լցնենք եւ իհարկե կզարդարեմ այն բարբարիսով եւ նուշի կտորներով։ Շատ ճոխ, շատ գեղեցիկ, առողջություն։ Սիրելիներս, պատրաստեք մեծ սիրով, պատրաստեք համեղ կերակուրներ եւ վայելեք ընտանիքի անդամների հետ միասին։ Ես ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում, բարի ախորժակ եմ մաղթում, ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։